Հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, ձեզ այսօրվա ներկայացվելի ուտեստը հավի մսից է պատրաստվում եւ կոչվում է բորանի, բորանիների մի տարատեսակ է եւ միասին կպատրաստենք։ Եվ այսպես բարեկամներ, ինչպես նշեցի, պատրաստվում է հավից, ավելի ճիշտ Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրած այս կիսաֆաբրիկատ կոչվող հավից, այսինքն աղացված հավի միս։ Եվ նրանից մենք հիմա միասին կպատրաստենք մի ուտեստ, որը կարծում եմ կհետաքրքրի նաև ձեզ։ Հավի աղացված միս կավելացնենք խաշված ոսպ, խաշենք նախորոք, եռացնենք ջուրը, թեթև աղա ջուր, ոսպի հետ մի քիչ սոխ, մանր կտրատում ենք սոխը, սամիտ կտրատենք, լացնենք զանգվածին, խառնենք, զանգվածը պատրաստ է կոլոլակի, հիմա գտալը սառը ջրի մեջ այսպես թռչում ենք և այս կոլոլակները այսպես ջրի մեջ եռացող Ահա, վերջ, հիմա մինչ կպատրաստվի այս գնդիկները, մենք նախապատրաստենք այն մթերքները, որի համադրությամբ պիտի ստանանք ուտեստը, դա դդումն է և սունկ։ Դդումը կտրատենք բարակ ձողիկների, կտրատենք նաև սունկը, այսպես, տեսնենք, թե ինչ է կատարում այստեղ, պատրաստվում է արդեն։ Բարձրացել են կոլոլակները, դա նշան է, որ արդեն պատրաստ է։ Վերցրեցինք կրակից, պատրաստում ենք հիմա տապակը, լավ տաքանալուց հետո կսկսենք տապակել դդումը և սունկը։ Տապակը տաքացավ, դաղում ենք նաև ձեթը և այս երկու բանջարեղենները միասին տեղադրում ենք տապակի մեջ, և այսպես մի քիչ համեմունք, իսկ ինչից ենք համեմունք պատրաստում մենք, մի քիչ ռեհան, ասպրամ, ինչպես միշտ նշում ենք, սամիտ, համքեղ, այս ամբողջը միասին կտրենք, Սխտոր ավելացնենք,
խառնենք կանաչին, ավելացնենք կարմիր պղպեղ, համեմի սերմ, մի քիչ աղ և շարունակենք կտրել, խառնվեն թող համերը այս բոլորի, վերջ, այս ամբողջը ավելացնենք մածունի մեջ և խառնենք տնական համեղ մածուն։ Եթե հիշում եք, մենք որևէ համեմունք դեռ չենք արել այս բանջարեղենին, միայն աղ մի քիչ, շատ քիչ համերը պարզելու համար, շատ քիչ և տեսեք, որ շատ արդեն շոգեխաշվել է և ամեն ինչ արդեն այն է, ինչ մեզ պետք է։ Տեղադրում ենք կոլոլիկները հավից և խաշված ոսպից։ Ավելացնում ենք մածունը, ծածկում ենք կափարիչով, տակը մի քիչ կրակը իջեցնում ենք և նախապատրաստում ենք այն ափսեն, որի մեջ պիտի մատուցենք, իսկ մենք բորանիները, տապականները, հագանիները մատուցում ենք կավից պատրաստված հատուկ սպասքի մեջ, որը ավելի համեղ է, որ ավելի մատչելի է, որ ավելի բնական տերմոս է։ Բնականաբար այս ուտեստը մատուցելուց առաջ կավից ամանը, այդ ափսեն պիտի մի քիչ տաքացվի, բարեկամներ։ Պատրաստ է ուտեստը, պատկերացնում եք, շատ արագ, շատ համեղ և շատ օգտակար, վերջ, բուրմունքը ուղղակի հիացնում է։ Տեղադրում ենք բանջարեղենը որպես խավարդ բնականաբար, իսկ հավի այս մսերը արդեն որպես հիմնական մաս ուտեստի։ Նորից ուզում եմ հիշեցնել, կոլոլիկներ պատրաստեցինք աղացված հավի մսից, խառնելով նրան ոսպ, սամիտ և սոխ։ Պատրաստեցինք կոլոլիկներ, առանձին տապակեցինք դդումը և սունկը, հատուկ սոուս պատրաստեցինք մածունից, ռեհանից, համքեղից և սամիթից, սխտորի համադրությամբ, ավելացրինք համեմի սերմ, աղ, պղպեղ և տապակելուց հետո բանջարեղենը, խաշված կոլոլիկները տեղադրեցինք բանջարեղենի մեջ, վրան ավելացրինք մածունից այդ հատուկ սոուսը և ստացվեց ահա այս լավ, հետաքրքիր և օգտակար բորանին։ Տեղադրում ենք չորացված լավաշները, այն հացերի հացերը, այսպես, և ուտեստը պատրաստ է, բարեկամներ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ ունկնդրելու համար և շնորհակալություն եմ հայտնում նաև մեզ ոգևորելու համար։ Ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, մատուցման ջերմաշանը 65-ից 70 աստիճան և պետք է ճաշակել սպիտակ, անապակ, բերդաշեն տեսակի գինով։ Բարեկամներ, ուզում եմ ձեր սեղանին միշտ լինի ազգային, ավանդական, հայկական ուտեստներ, թող այդ ուտեստները նպաստեն ձեր հաջողություններին, մենք միասին լինենք առողջ և երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն, բարեկամներ։
Հավի բորանի, աղացած հավի միս 500 գրամ, խաշած ոսպ 80 գրամ, սող 50 գրամ, սամիտ, դդում 200 գրամ, սունկ 200 գրամ, ձետ 30 գրամ, մածուն 150 գրամ, ռեհան, սամիտ, համեմ, սխտոր, կարմիր պղպեղ, համեմի սերմ, աղ, բարյախորշակ։